Իսկ գաղտնիք չի, բոլորը գիտեն, որ Ոսկե ծիրանը եւ Ռեանիմանիան այն փառատոններն են, կինոփառատոններն են, մեկը անիմացիոն, մեկը խաղարկային, բնականաբար անիմացիայի եւ խաղարկայինի հետ ինչ որ չափով ավերագրական կինո էլ լինում, բայց այն ինչ որ կատարվում է աշխարհում ամբողջ տարվա ընթացքում գրեթե, հա, փորձվում է բերել այդ երկու փառատոների ժամանակ Հայաստան, Երևան, երկու լավ կլիներ, բացի Երևանից ուրիշ քաղաքներում էլ, բայց դե մենք ինչ ունենք ու Կաննից սկսած մենք ունենք ֆիլմեր, այսինքն ամսին, որը անիմացիոն Կաննն է համարվում ու հունիսին է, հաճախ ունենում է որոշ պրեմիերաներ Կաննից, այսինքն այն ֆիլմերը անիմացիոն, որոնք հետո մրցելու են անսի մրցութային ծրագրում կամ ինչ-որ ծրագրերում, ինչ-որ կամ արտամրցութային կամ հատուկ ցուցադրություն լինելու, ցուցադրվում են մայիսին Կաննում ու այն կինոքննադատները իդեմս օրինակ, չգիտեմ, ֆրանսիացիների, եվրոպացիների հայտ այդ մեծ խաղացողների հաճախ հենց փորձում են որսալ անիմացիոն ֆիլմերը Կաննում մայիսին ու մենք հենց այս տարվա ֆիլմերը միշտ բերում ենք այս տարվա հոկտեմբերին, այսինքն չի լինում, որ մի տարի անց է գալիս, միշտ մաքսիմալ թարմ ու գուցե հոկտեմբերն էլ լավ ամիս է շատ կինոփառատոնի համար, գուցե Ոսկե ծիրանից էլ ինչ որտեղ Ռեանիմանյան ավելի շահեկան դիրքում է, չէ՞։ Այո, որովհետև հոկտեմբերը ավելի է օգնում մեզ ինչ որ ֆիլմեր բերել, որովհետև մայիսից հուլիս կարճ է ժամկետը ու մինչև դիստրիբյուցիա է հասնում, մինչև հասկանում ես ով է դիստրիբյուտորը, մենք էլ հայկական դիստրիբյուցիա չունենք, պետք է ուրիշ տեղից առնենք, մի խոսքով շատ բարդ է, ու գուցե հոկտեմբերը հենց ավելի շահեկան է։ Եվ հուլիսը նավիկ արձակուրդային իհարկե ծիրանի եղանակն է, բայց արձակուրդայինը ինչ որ առումով այդ հարցում էլ է տուժում գուցե, բայց Ռեանիմանյան շահող դիրքում է։ Երկու դրա համ դրական եւ համ բացասական կողմը կա իրականում 18 տարի առնչվում ենք այդ փաստի հետ։ Մեկը հա ինչ որ ֆիլմերի հետ կապված, բայց պիտի չմոռանանք, որ մեր բարակայինն անսին հունիսի կեսից հետո է լինում եւ հետո մարտիկ մի անգամից գնում են արձակուրդի։ Ահա։ Եվ դա շատ դժվարացնում է աշխատանքը եւ շատ ֆիլմեր իրենց դիստրիբյուցիան, ասենք, ստանում են սեպտեմբերին։ Եվ շատ հաճախ նաեւ չեն հասցնում եւ մենք լուրջ մանավանդ տարի օրինակ մի քանի ֆիլմերի հետ որ ճակատագրականներ եւ հենց այդ կոհարցին էլ պատասխան որ ինչ է տարբերությունը ֆիլմերի հետ կապված ինչ կարևոր օրինակ ճապոնական ֆիլմ կար Last Blossom-ը որ իրենց ազգային պրեմիերան հոկտեմբերի 10-ին էր եւ 4 ամիս բանակցություն ենք վարել որ մինչեւ համոզենք որ այդ ֆիլմը ցերկ բերենք եւ ինչ որ պայմաններով անպայման ցուցադրենք ու Արկո ֆիլմը որ նաեւ Cannes ֆեստիվալում փառատոնում պրեմիերան եղավ, հետո անսիում ցուցադրվեց եւ մրցանակ շահեց, առաջին տեղը շահեց, այդ ֆիլմը նորից մինչեւ օգոստոսի վերջ նոր կարողացան հասկացան որ թե դիստրիբյուցիան պատրաստ չէ իրանց կոնտրակտը, հենց production company-ն իրենք որոշեցին որ օքեյ ֆիլմը կարող ենք մենք ցերկ բերել եւ ցուցադրել։ Այդ առումով նաև դժվար է։ Իհարկե հաճելի է, բայց փառատոն որպես հոկտեմբերին միջազգային հարթակները որ նայենք, այդտեղ էլ խնդիր ունենք, որովհետև լավագույն մասնակիցների շատերը նաև դասախոսներ են կամ աշխատում են նոր ֆիլմերի վրա արտադրում են իրենց ստուդիոներում եւ իրենք հոկտեմբերին շատ դժվար են ճամփորդում։ Դա մեկ։ Երկրորդ, հենց հոկտեմբերին վերջերը Ամերիկայում եւ Եվրոպայում մի քանի հատ այլ մեծ միջոցառումներ կան, որ այդ աստղերը գնում են այնտեղ։ Երրորդ լավագույն ֆիլմեր, որ Կաննում եւ Անսիում հաղթում են կամ ներկայանում են եւ բանջը սկսում է box office-ում եւ միջազգային Օսկարի գնալու խնդիր կա, բոլորը մեկնում են Ամերիկա։ Իրենց ֆիլմի հետ, այսինքն այն ռեժիսորը, որ մեզ շատ է սիրում, մենք ընկերացել ենք, ուզում ենք անպայման ֆիլմը ցուցադրենք, ֆիլմը ստանում ենք, բերում ենք եւ այլն, բայց իրենք ուզում են ստիպված են լինելու Միացյալ Նահանգներում եւ բոլոր Միացյալ Նահանգների բոլոր նահանգները պիտի ման գան, ներկայացնեն, պրեզենտացիա անեն եւ box office-ներ աշխատացնեն, որ Օսկարի, քանի որ նորմերը շատ հաճախ որակից ավելի նաեւ box office-ն է խոսում եւ իրենց երկրներում պետք է լավ ցուցադրվի, դահլիճներում ցուցադրվի, որ կարողանան իրենք Օսկարին ներկայանան։
Այդտեղից ելնելով մենք շատ դժում ենք իրականում։ Եթե ասենք անեինք հուլիսին, վստահ եմ որ շատ մնտերասաններ աստղեր ավելի շատ կգային Ավելի եւ հեշտ դրա համար կլիներ։ մենք գան հյուրեր, որ օրինակ նույն Մայքլ Դոկտոր Վիթը, որ Օսկարագիր ռեժիսոր է, որը ես 10 տարուց ավելի իր հետ խոսում ենք, շփվում ենք, անդադ հրավիրում եմ ժամանակ 10 տարվա ժամանակ դեվեց, որ ինքը այս տարի կարողանա ի վերջո գալ։ Այսինքն համ լավ կողմերը կան, համ վատ կողմերը, բայց լավ կողմն այնա, որ դարաշրջանում եւ միջազգային հարթակներում որպես նաեւ փարադոն Դիանայի ասածին բանանը, որ ուրիշ այդպիսի մեծ փարադոն թերևս ավելի ուշ կա, բայց մենք առանցանում ենք այդ բանում, կա մեկ-երկու փարադոն նույն համընկնում է նույն օրերին։ Այդքան մեզ չի խանգարում դա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում բանակցությունների փուլը այդ non-stop փուլ է, հա, կարելի է ասել, անընդհատ ամբողջ տարին այդ փուլի մեջ ես, որ կարողանաս այդ մեկ շաբաթը լինել պատրաստ եւ ունենալ գոնե կեսը այն ֆիլմերի, որոնք նախատեսում ես, որ կարողանալ լինի ժամկետի մեջ տեղավորվել։ Ես ու չեմ, մենք բոլորն ենք։ Հա, դա շատ լավ է։ Չկա դրանց այդպիսի բան, որ մենք այսքան 18 տարվա մեջը երևի առավելակույնը կարող եմ ասել 1-2 ֆիլմ, որ ցախողել ենք, չեն կարողացել, այնել դիստրիբյուցիայի կամ բան ինչ որ մի խնդրի պատճառը, որ մեզնից բանի մասին է խոսում։ Չի եղել այդպիսի ֆիլմ, որ մենք չենք բերել, չի եղել։ Եվ նաև առավելություններ, որ դարիների ընթացքին քեր խնդիր ենք դրել, որ Դիանան էլ կհամաձայնի որպես մասնակից եւ ընկեր, եւ դուք էլ վստահ եմ տեսել եք, որ եղել է դարիներ, դալիճներ բարապ են եղել։ Մարդիկ անիմացիոն ֆիլմ դիտելու պատրաստ չեն եղել, այդ մշակույթը չի եղել, բայց ծրագիրը գայքեչում եղել է միջազգային լավագույն ծրագիրը։ Եվ ոչ թե միայն դիամետրաժը, որ բոլորին հայտնի է, նաև գարջամետրաժ, այսինքն կարող է ոյ մեկ հանդիսատես անհատ դրսից չհասկանա դա, բայց երբ որ մասնակետ մտնում էր գայքեչ եւ նայում էր ինչ ֆիլմեր ենք ցուցադրում, դեռ հասկանում էր ինչ միջազգային կապ ենք ստեղծել networking, այդպես ասած, ու ինչ լավ ֆիլմեր ենք ընտրել եւ միշտ ցուցադրել։ Դրանով միանշանակ մենք միշտ հպարտենք, որ լավագույն ֆիլմերն ենք ցուցադրել եւ շատ հաճախ առաջինն ենք ցուցադրել, անկախ դրանից որ մեր հանդիսատեսը դա հասկացել է թե չէ եւ դրանով մեր ստատուսը այսպես բարձրացել է, օրինակ այս տարի մի այդ ասեմ լրեմ, Հա, չէ։ որ եկար մի այդ չեմ ուզում անունը տամ, բայց այդ մի քանի ֆիլմերից կան իրենք դերերը կամ պրոդյուսերները ասում էին նախանցած տարիների ֆիլմերի ցանկը ցուցադրեք, ուղարկեք, թե ինչ ֆիլմեր եք ցուցադրել, ընդունել արդեն հիմա այն վիճակն է, որ մենք արդեն ստանում ենք նաև ֆիլմեր կա, որ անսիում են կամ քանում են եղել, իրենք թիմում են, ոչ թե մենք ենք միայն պահանջում։ Ու ասում են այդ ֆիլմերի ցանկ ուղարկեք, եւ թե ինչ ֆիլմեր են հաղթել։ Օրինակ Past, որ 2009-ին մենք ցուցադրել ենք առաջին անգամ Nick Park-ի Aardman Animation Studio-ի ֆիլմը գարջամետրաժ եւ մեր մոտ մրցանակը շահել, 2010-ին անսիում նոր է շահել մրցանակ։ Ու Michael Dr. Witty, չէ, Նեոթն Սիլվան Շոմանի ֆիլմը 2010-ին Illusionist ֆիլմը, աճբարար ֆիլմը, մենք առաջին անգամ դարաշրջանում եւ Արևելյան Եվրոպայում ցուցադրեցինք անսից հետո, մեկ տարի եւ մենք արանք լենթը, հետո դվեցինք ռուսներին եւ գնաց այնտեղ ցուցադրվեց, ու շատ այդպիսի ֆիլմեր, եւ որ իրենց ուղարկեցինք ցանկը, թե ինչ ֆիլմեր ենք ցուցադրել առաջին անգամ ըստ թվականների, այդ մի հատը ճապոնականն էր, որ ասեն օքեյ, մենք օքեյ ենք, այդ ֆիլմը մեր կդրամատրենք։ Ինձ հետաքրքիր է, խոսում ենք նրանից, որ առաջներում իսկապես կային դահլիճներ, որ դատարկեր եւ հետաքրքրություն չունեին անիմացիոն ֆիլմի հանդեպ հանդիսատեսը։ Ինչը բերեց իրենց, ինչը ծնեց հետաքրքրություն։ Ինձ թվում է խնդիրը մենակ անիմացիան չի, եթե թույլ կտակ ասեմ, ինձ թվում է հեղինակային կինոյի խնդիրն է։ Ես վերջերս օրինակ զրույցամ ունեցել թատերականի ուսանողներից մեկի հետ, որ ինձ ասեց, like Հոլիվուդից բացի մենք չգիտենք ուրիշ ինչ է կատարվում։ Դա այսինքն խնդիրը անիմացիայի, վավերագրականի ու խաղարկանի մասին չի ինձ թվում։ Այսինքն չգիտենք փառատոնների եւ փառատոնային ֆիլմերի մասին։ Դուրս գաս փողոց ու ասես մի հատ հոլանդացի ռեժիսորի անուն ասեք։ Հոլանդիան շատ կարևոր զարգացած երկիր է, չէ՞, այդ փախած ինչ որ հասկանալի տեղ չի, չէ՞։ Պատկերացնում ենք, չէ՞, քարտեզի վրա որտեղ է։ Բայց այլ դուրս գանք փողոց, արի մարդկանց հարցնենք մի հատ
անիմացիոն չէ, թեկուզ խաղարկային, նենց չի որ շատ են, Okay, ֆրանսիացիներից, բացի Լուկ Բեսոնից, որը շատ պապսա է ու Հոլիվուդով հայտնի դարձել, այ հարցնենք հենց ֆրանսիական կինոյի ռեժիսորների անուններ, քանի անուն կասեն։ Ու հարցը մենակ անիմացիայի մասին չի, ու Սիլվեն Շոմեն կամ Մայքլ Դուկդեվիտը իրանք հենց այդ Լուկ Բեսոնի կամ, չգիտեմ, Դարդեն եղբայրների մասշտաբի մարդիկ են ու անգամ Ալմոդովարին մարդիկ կան, չիմանան, որը կարծում են, չէ՞, բայց սա չի խոսում նրա մասին, որ դա նրանից է, որովհետև մենք ինքներս չունենք փառատոնային կինո։ Մեզ մոտ եթե դա կա, ապա շատ քիչ անուններ ունենք եւ շատ վատ է զարգացած։ Մեր հանդիսատեսը գիտի մեր կոմերցիոն ֆիլմերը։ Գուցե, բայց ինձ թվում է բացի Սահակյանցից մենք ունենք մեծ անուններ, անիմացիայի մասին հարցեցիր, դե ընդհանրապես։ Չէ, ես առհասարակ ասեցի փառատոնային կինո, առհասարակ ընդհանուր տրենդային չի, բայց տրենդային չի, օրինակ ինձ թվում է մեզ անցած տարի ֆլոն շատ օգնեց ու ես վրեժի շատ այդ բաց ու ժամանակակից ու ժամանակի հետ համընթաց քայլելը սիրում եմ, որը ոչ բոլոր մենեջերները ունեն, որ աշխատել, օրինակ սոցցանցերում, աշխատել այդ ինֆլուենսերները, որ բոլորը ասում են, «Յախ, բան, սենց չէ»։ Մենք հասկանում ենք, որ կան գործիքներ, օրինակ, հա, կան դրանք գործիքներ են, ժամանակակից գործիքներ են, որոնք պետք է օգտագործել։ Կամ մեջ դու լինես անիմատոր, դու կարաս լինես կինոյի մարդ, ես կինո քննադատ եմ, բայց ես մեծ հաճույքով կգնամ թատրոն կամ մեծ հաճույքով կգնամ ցուցահանդեսի։ Ու նույն կերպ կարծում եմ դերասանը կամ ռեժիսորը, ով ունի ինչ-որ լսարան, ով արվեստի մարդ է, այստեղ պետք չի տարանջատել անիմացիան, չանիմացիայից, սա արվեստ է, ու եթե դու հասկանում ես, որ X մարդ ով ունի լսարան, ու ինքը, չգիտեմ, fashion blogger է, բայց ինքը արվեստ սիրում է ու ձգտում է դրան, իրան պետք է հրավիրել, իմ կարծիքով, պետք է ներգրավել, ու մենք այնքան քիչ ենք, ու մեր երկիրը այնքան փոքր է, ու մենք մարդիկ այնքան քիչ են, պետք է մաքսիմալ այդ դու գործիք կամ կապեր կամ ռեսուրս, ոնց ուզում ես անվանի, օգտագործենք մաքսիմալ, որ դա տարածվի, որ դա ու ոչ մի մարդ չկա, չի եղել այդպես մարդ, որ կինոյի մարդ, օրինակ, հա, ում ես Ոսկե ծիրանի ժամանակ կամ Ռեանիմանիայի ժամանակ խնդրել եմ ինչ-որ ինֆորմացիա տարածեմ, ինչ-որ մարդ ասի չէ կամ փող տվեք ու մենք ու գիտեն որ գումար չկա ու գիտեն որ դա շատ նեղ միջոցներով արվում չի եղել մարդ որ ասի չէ միջև փող չտակ չեմ անի այսինքն պետքա խնդրել պետքա հասկացնել պետքա բացատրել պետքա մատուցել ճիշտ ու ինձ թվում է հենց անցած տարի մեր եւ իհարկե ֆլոն եւ իհարկե մեր այդ network-ը ու մեր այդ կապը ու ցուցադրությունը հենց նման մարդկանց համար որ խնդրելով որ տարածեք ինֆորմացիան որ նեղ մասնագիտական շրջանակից դուրս գանք որ դուրս գա հանդիսատեսի ու նենց մարդիկ էին գալի կինոյի տուն որ կինոյի տանտեղը չգիտեին ու առաջին անգամ էին եկել ես հիշում եմ ֆլոն sold out էր ես պատրաստվում էի տոմս գնել որտեղ դիտմանը չէի հասել ֆլոյի շնորհիվ ոչ թե միայն ֆլոն էր sold out այլ դահլիճներ էին sold out որտեղ sense բան այսին եթե ֆլոն գա ու sense ֆիլմա ու կարելի է նայել ինչու մյուսները չնայել ու sense դահլիճների նույնիսկ գային ժամեր դահլիճների որ մարդկանց հետ էին ուղարկում այսին գալիս էին դոմսարնն եւ այլն ասուժանների վրա կամ հատակում դեղ չկար ուղարկում էին հետ այսինքն այս սոց հարթակների ակտիվությունը, ինչպես ասում ենք ինֆլուենսերների ներգրավվածությունը եւ շատ փաստեր բերեցին նրան, որ այո, մենք անիմացիոն ֆիլմի հանդիսատես ձևավորեցինք։ Ճիշտ աշխատել, ինձ թվում է դիալոգը կար, երկխոսությունը շատ կարևոր է, այսինքն մենք պետքա խոսենք իրար հետ, մենք պետքա կապի մեջ լինենք, մենք պետքա այս ամեն ինչը ինչի օրինակ այս պահին անում ենք, դա արվի էլի։ Ու դա այդ գործիքն է, որ դու ճիշտ երկխոսության, գրագետ երկխոսության շնորհիվ ոնց կօգտագործես։ Այստեղ ուրիշ մի հատ էլեմենտ կա, որ քննարկը գցենք դեպի Բեդոյի կողմը, մեկ որ 2009-ից որ իսկապես երևի ովքեր որ իմ կողքը եղել են եւ իմ արդյունքները տեսել են այդ տարիներին, կհասկանան, կհիշեն եւ կասեն թե իսկապես ինչ է ապրում, որ լավագույն ֆիլմերը բերած, ասենք դահլիճները թափտադարք, ասենք առանց չափազանցության գամավորները տվականները գիշեն կանչում ոնց որ Քրիստոսի ընտրիկը լիներ որ մարդ չէր գալի հարսանիքի այդ ավետարանում բանը կար որ եւ որ մարդիկ չեն գալի բանին ասում է հարուստը մեծ հարուստը ասում է բոլոր փողոցի աղքատներին բերեկներ թող իրենք օգտվեն այս հարսանեկան սեղանից այդ միակ արագ կա ավետարանում ու առանց չափազանցության բոլոր գամավորներին բոլորին ասում է մտնում եք դահլիճ կինո եք նայում դահլիճը պետք չէ լինի դատարկ ու ասենք ասում է ծեր ընկերներին հրավիրեք եկեք նայեք քանի որ մարդ չի հասկացել թե դա բայց ժամանակին 15 կամ հասկանաց մյուս էլեմենտն էլ կարևոր որ
2009-ից ես պրոդյուսերներ եւ ռեժիսորներ, որ խաղարկային կինոյում կամ վավերագրական կինոյում հրավիրում էի ժյուրի։ Բոլորը գիշեն, մինչև հիմա էլ նույն բանը անում եմ, ամեն տարի մի անպայման մի քանի հոգին այդպես հրավիրում եմ։ Ասում բայց Քասունի ջան, Վրեժ ջան, մենք չգիտենք անիմեյշնը ինչ է, անիմացիան ինչ է, ասում բայց դու կինոն գիտես, չէ՞։ Թերասանները տեսում ես, չէ՞։ Թերասան այստեղ անիմացված եղած կերպարներն են, սցենարից հասկանում ես, չէ՞։ Ասում եմ, հա, դե սցենարը լսում ես, ոնց է նայում ես, ինչպես է գրվել, ու կատարողականությունն էլ փեմատրությունն է։ Մնաց տեխնիկական անիմացիայի որակը։ Այդ էլ մի հատ քո հետ կլինի նկարիչ, conceptual artist կամ անիմատոր, քեզ հետ կքննարկեք իրար հետ նույն այդ թեմաները, կհասկանաք որն է լավագույն ֆիլմը։ Նայում էին Պարադոնի ընթացքում ժյուրի որպես դուրս են գալի, ասում են, չի պատկերացնում, որ անիմացիոն այսպեսի կինո կարող է լինի, ոչ թե մուլտիկ։ Ու մյուս կետը, որ այստեղ ուզում եմ կապել, որտեվ նաև քրագանությունը չկա, արվեստ, որ քրագանության հետ կապ չունի, նույն խաղարկային կինոն, նաև անիմեյշնալ պատկերապատման արվեստի հետ, կոմիքսի հետ է կապված։ Ու դարիների ընթացքին միշտ եղել է առիթներ, որ ցուցադրել են ֆիլմեր, որով հիմքը եղել է կոմիքս կամ ֆիլմեր կան, որ հետո վերածվել են կոմիքսի, օրինակ Բունուելի ֆիլմը, որ մենք ցուցադրեցինք, ռեժիսոր Բունուելի մասին անիմացիոն ֆիլմը 19 թվականին ցուցադրել էինք, հետո կոմիքսը եղավ։ Ֆիլմից հետո եղավ։ Այո, բայց կան նաև ֆիլմեր, որոնք առաջ հիմքը կոմիքս է, նույն Persepolis-ը, այո, ու լիքը այդպեսի բաներ։ Ու մենք անցում ենք կատարել դարիների իմ երազանքներ, որ սկսենք հրատարակել քիրքեր կոմիքսի պատկերապատման։ Այս տարի իդեպ շատ էին, ես նկատեցի։ Այս տարի ավելի շատ էին, քան անցած։ Այո, որտեղ անցած տարի նոր առաջին քայլներ արանք եւ 3 հատ հազիվ էինք հրատարակել, այս տարի 4 հատ, արդեն ընդհանուր 7 հատ ունենք արդեն։ Քիրք 2 տարվա մեջ, 1.5 տարվա մեջ ավելի շուտ, ոչ թե։ Եվ հետաքրքրությունը այս տարի ավելի մեծ է։ Շատ։ Այո։ Հասանք Գիտեք ինչ, ուզում եմ այդ բանակցություններից խոսել։ Դուք ասացիք այդ բանակցությունները ժամանակ ամառ Արցախի։ Հենց մեր Մանուշյանի կոմիքս գիրքը, գրաֆիկ նովելը, անիմացիոն, պատկերապատում ոնց կուզենք կոչենք, մի 6-7 ամիս բանակցում էինք։ 6-7 ամիս բանակցում էինք դերին։ Ամառ եկավ, Արցախորդ գնացին, եկան կոնտրակտ, այսպես այնպես, այսինքն ֆիլմերն ու գրքերը համարյա թե միջազգային հատկապես եվրոպական մեծ նշանավոր հրատարակչությունների հետ շփվելով կապեր այդ ամեն ինչով նույնքան երկար ժամանակ են խլում կամ տևում որովհետեւ մենք իբրև հայ նորաստեղծ մի հրատարակչություն ռեա կոմիքս իբրև այդպեսին կարողանանք Մանուշյանի օրինակ իրավունքները կոպիրայթը ստանալ այդ ամեն ինչը աշխատում ենք նաև անել։ Ասեմ Բեդոն հիմա Ռիա կոմիքսի հրատարակչության պատասխանատուն է, նորա թերևս չի էլ գրանցվել որպես հրատարակչություն Ռիա կոմիքսը, դեռ նոր նախաձեռնություն է։ Ինձ թվում է, որ արդեն երրորդ սուրբ երրորդության եմ հավատում ես, երրորդ տարին մյուս տարի արդեն կգրանցենք իրան որպես հրատարակչություն, առանձնացնել կամաց-կամաց, որովհետև իր ուղղվածությունը լրիվ ուրիշ է, բայց Մանուշյանի գիրքի բարակային ամեն մի տարադեսակի, ամեն մի էջի դիզայնի, ամեն մի բանի համացանությունը մինչև չտան իրավունք չունեին հրատարակելու բնականաբար ինչպես տարբեր առաջին դրաֆտը որ ուղարկեցին գրես ֆոնտերը չհավանեցին հետ ուղարկեցին եւ մեզանից խնդրեցին հայկական ֆոնտերի նմուշներ 3 կամ 5 տարբեր 3 կարծեմ 3 ֆոնտերի նմուշներ ուղարկեցինք մի 2-3 շաբաթ հետո պատասխանեցին, որ մենք հենց այս ֆոնտերն ենք ուզում, ուղարկեցին մեզ գրգին ամբողջ այդ գիրքը պատրաստեցինք, հետո ուղարկեցինք, այսին այդ ամբողջ ընթացքն է որ կա։ Եվ մեզ համար նաև եւ ուզում եմ մեր միջոցով նաև հայաստանյան նաև դպակրատուներով կամ նման կազմակերպությունների որ challenge-ն է մարդարը, այդ բարձր որակի նաև թուղթի քույնի, դարադեսագի, կողքի, այդ ամեն ինչի որակը նաև այդ կողմեն նաև մենք ուզում ենք նայել, որ այդ բարձր մակարդակը որակը նաև կարողանանք ապահովել Հայաստանում ու ցույց տալ, որ տեսեք խորանանք շատ տեխնիկականի, ասենք այստեղ մենք հիմա մեր նպատակն է, որ
ունենք կինոթիդում, այո, ունենք կինոարտադրություն, որը Koreact co-production platform-ն է, որտեղ կինոթիդումը եւ նաեւ խթանում ենք աջակցում ենք ֆինանսապես նոր հայկական նախագծերի զարգացման եւ միջազգային անեսի փառատոնում ներկայանալու, փիչինգ անելու եւ 15 պրոդյուսեր ենք մոդավորապես հրավիրում եւ մեր նախագծերի դերերը փիչինգ են անում եւ ստանում են ֆինանսական աջակցություն փառատոնից եւ նաեւ եթե հնարավոր է պրոդյուսերի հետ անմիջապես համագործակցում են կամ հետո շարունակում են համագործակցել եւ միջազգային նախագիծ է դառնում։ Հաջորդը պատկերաբադումն է, որ էլի Սուրբ Երրորդությունն է, մի հատ երանգույնի, որը մեկը մյուսին ամբողջացնում է, այստեղ քրագանությունն է գալի աջակցելու, որտեղ օրինակ գիրքեր, որ այս տարի շատ էին քո ասածով, ասում էին շատերը ասում են ես երբեք չեմ կարդացել կոմիքս, պատկերաբադում, ասում են բայց պատկերներ նայում ես, չէ, ասում հա, տեքստ կարդում ես, չէ, ասում հա, լավ, արի դու տեքստը կարդա նախ, պատկերացու ինքդ քո համար, հետո մի հատ էլ պատկերով կարդա, ու դες համընկնում է քո պատկերացումները այս պատկերաբադումի հետ, ու սենց գեղեցիկ փառախաղ է դառնում ինքը, ու ոգևորում են, որովհետև իսկապես նոր մշակույթ է նաև այստեղ, որը արդեն 70 տարվա, 60 տարվա պատմություն է Եվրոպայում եւ ընդհանրապես միշտ գոյություն ունեցել է վերջին 50 տարին եւ ավել, էլի։ Կոմիքսի բարակային էլ նույն ձևով խթանում ենք, մրցույթ ենք անում արդեն այս տարի երրորդն էր, որ ազգային պատկերաբանման մրցույթ ենք անում, նախարարության հետ ֆինանսավորում ենք լավագույն նախագծերն եւ այս տարի գրքի մեր բյուջետից հրաժարվելով ինչ որ մի մասը նախանցած տարվա հաղթողի քիրքն ենք հրատարակել։ Այսինքն միան այնչը որ գալիս են գումար որ օքեյ լավ մի քիչ զարգացու նախագիծ հետո քո խճարին նայի հաջորդ տարին աջակցում ենք այդ քիրքին ու սա արդեն հիմա դա մտնում է արդեն իր հունի մեջ դա ամեն տարի առնվազն մեր կողմից մի հատ ազգային ծրագիր նախագիծ լինելու քիրք դուրս է գալու, բացի որ միջազգայինները թարգմանելու ենք, բայց հաջորդ քայլը մեր այն է, որ այդ հայկական նախագիծը թարգմանել ֆրանսերենի կամ անգլերենի դուրս արտահանել, որ դա հերիք չի։ Եթե ուզում ենք զարգացում, անպայման պետք է դա հերիք չի, ինչպես որ մենք հանրայնացում ենք հայկական անիմացիոն, օրինակ Դիանան այս տարի նաև Սահակյանցներ ներկայացել, լեհասամ ուզում ես այդ երկու բառը խոսել։ Միտեղ ուզում էի դրա մասին ասել, երբ խոսում էինք, ինչից էինք խոսում, որ մեր ինչ-որ մի բանի որակը լավն է մեզ մոտ, ինչ-որ այդպես բան էինք խոսում 15 րոպե առաջ ու անիմացիոն հենց կինոքննադատ, կինոլրագրող, ով անիմացիայի մեջ է խորացած, Նենսի Դենի Ֆելփսը, ում հետ ես ծանոթացա այս տարի Պոզնանում, Լեհաստանի ամենամեծ անիմացիոն փառատոնի ժամանակ, որտեղ ես Սահակյանցի ռետրոսպեկտիվն էի տարել ներկայացնելու 75-ամյակի հետ կապված մեզ համար այս տարի Ռոբի 75-ն էր, Յուբիկ Մուրադյանի 75-ն էր եւ Լև Աթամանովի 120-ամյակն էր։ Հոբելյանական տարի։ Այո, ու օրինակ Նենսին ով չէր տեսել ոչ մի հայկական ֆիլմ, գուցե տեսել էր նորերից, բայց խորհրդային շրջանից չէր տեսել կամ չէր հիշում, ամեն դեպքում իր խոսքերից ելնելով ոչ ոք չէր տեսել ու ես Սահակյանցից պատմեցի, ինքը եկավ նայեց, ասեց, «Էս ինչ լավն էր»։ Ու մի 7 անգամ ասեց, «Էս ինչ լավն էր, ես չէի սպասում»։ Ու որպես հայ դու նեղվում ես այդտեղ, մի քիչ ասում ես, «Ինչի չէի սպասում»։ Դե որ ոչ տեսել է, բայց չէր մտածում, որ կարա լավը լինի հայկական անիմացիան։ Okay, թեկուզ խորհրդային շրջանի։ Դե դա մի քիչ Նենսի մեղքն է, որ ինքը զլած է, որովհետև Նենսին ճանաչում եմ, ինքը աշխարհի բոլոր անիմացիաներին հետևել է, ինձ թվում է մի քիչ Մերը աչքաթողը արել։ Բայց ճիշտ promotion-ի ու այս ամեն ինչի մասին մենք խոսում ենք, հենց դա կինոքննադատներին հաճախ կինոգործիչները ինչ որ բաներ են, չէ, առաջ տալիս մեզ չեն սիրում ինչ որ իմաստով, որ մենք քննադատում ենք օբյեկտիվ տեսանկյունից, նեգատիվ ռևյու ենք գրում, գրախոսական ենք գրում, եթե չենք հավանում ֆիլմը, կամ ասում ենք լավ չի, այդ իհարկե կարծրատիպը կա, որ կինոքննադատները միշտ բարկացած են, դժգոհ են, վատն են եւ այլն, բայց ասում ժողովուրդ կինոքննադատ այն մարդն է, ով ձեր ֆիլմը, ձեր կոնտենտը հասցնում է համաշխարհային, մենք չենք գրում, մենք նաեւ աշխատում ենք փառատոններում, մենք համակարգում ենք ծրագրեր, մենք գիտենք մի քանի լեզու, մենք գրում ենք մի քանի
Թումանյանի լեզվով։ Մենք հենց այդ communication ստեղծող մարդիկ ենք ու հիմա մեծան նենց հա փոխվել, ասենք դու քո Instagram-ով կարաս, բոլորը կարան, դերասանն էլ կարա իհարկե, բայց եթե մենք ունենք այդ network-ը, մենք ունենք այդ կապերը, մի հատ post անես, մի հատ ֆիլմի մասին ու այդ ֆիլմը հասնի համաշխարհային հարթակներ ու մենք կռիվ ենք տալիս, անգամ եթե չենք հավանում, հենց նրա համար, որ որակյալը լինի, որակյալը ստեղծվի ու Սահակյանցը, որը ցավոք ըստ իս այն արտիստներից, կինոգործիչներից ոնց ուզում եք անվանեք, թերագնահատվածներից է ու մենք շատ ենք Փարաջանովին առաջ մղում ու կան մի քանի անուններ, որ մենք շատ ենք առաջ մղում, բայց Սահակյանցը ինձ թվում է հետ է մնացել ու գուցե հենց անիմացիայի ուղղակի մենք դժբախտաբար շաբլոնների հետևից ենք գնում ամենամեծ հարկանքով, այսինքն Փարաջանովը Փարաջանովն է։ Խոսում դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Բայց մարդիկ գալիս են ասեն, եթե հեշտ է Փարաջանովին promotion անելը բաշտելը հեշտ է Սարյան եւ Մինաս ասելը, որտեվ այնտեղ արանքում այնքան մեծ նկարիչներ կան, որ չենք տեսնում, որտեվ մարդիկ չեն կարողանում այդ վարակույրից միս կողմ անցնեն միսը դեսնեն չեն ուզում, որտեվ իրենց համար անհասկանալի է, մեկ իրենց պիտի ասի, որ սա լավ է։ Իսկ արդեն նրանց promotion եղել արդեն մեծերը իրենց հեշտ է, որ Սարյանի տանկարան գնայինքը ներգարվի։ Բայց Փարաջանովը դրանք էլ հաղթահարելու ժամանակի էլի չէ, հասկանալու համար դժվար է, բայց գուցե հենց մեր օրերում ու ամեն ինչում ինձ թվում է համար առաջի խնդրեմը այդ PR-ն է։ Ցանկացած այսինքն այդ էլ հաղթահարել է, Փարաջանովը եկեք համաձայնենք, որ միայն հայկական չի, ինքը ապրել այո, ինքը աշխարհայացը ձևավորվել է մի քանի մշակույթների միքսը, հայկական, եւ հենց այդ որ մի քանի մշակույթների միքսը դա էլ է թույլ տալիս իրեն մեծ ճանաչելություն ունենալ։ Իհարկե Սահակյանցը խոսում է Թումանյանի մասին, եթե դու ցույց ես տալիս Սահակյանց, ինչ որ ես արեցի Լեհաստանում, ես խոսում եմ նաև Թումանյանի մասին։ Սահակյանցը շանս է, որ դու ասես, գիտեք, մենք ունենք Թումանյան ու Թումանյանը մեր համար առաջին հեքիաթասացն է, չգիտեմ, կարևորագույն ֆիգուրներից է եւ գրականության եւ արվեստի մեջ։ Այսինքն դու նաև գրականություն, իհարկե դու խոսելով Սահակյանցի մասին, խոսում ես մի քանի բանի մասին։ Սահակյանցի ֆիլմում կա Քարերի սիմֆոնիան, դու ասում ես ստոպ ես տալի կադր, ասում ես նայեք, սա Քարերի սիմֆոնիան է, ուստեղ կա Adidas-ի placement, ու ինքը լինելով խորհրդային ռեժիսոր ուներ հրեշ, որը Adidas-ի մարզահագուստով էր, բայց այդ ամենը տեղի է ունենում Քարերի սիմֆոնիայի ֆոնին։ Դա այնքան սյուր է, դա այնքան հետաքրքիր է, այնքան հետաքրքիր էկլեկտիկ միքսը, դու ազգայինը միջազգայինի հետ ունես մի կադրում, մի կետում, միտեղ ու դա շանս է ազգայինից խոսալ, դա մենակ Սահակյանցի մասին չի։ Չգիտեմ ինչքան որ ճիշտ է, ասենք իմ համար ճիշտ է արվեստաբանները կհամաձայնեն են թե չէ, բայց ես մի հատ այնպես խոսույթ եմ մեջտեղ գցել, որ անիմատորները եւ երկիծանեկարիչները կամ այդ ամեն առօրյա ժամանակ աժմիական այդ բանի մեջ աշխատող եւ օրինակ անիմացիայի մեջ դու անում ես 20-12 կադր, չէ՞, ու դու նույն կերպարը մի վայրկյանի մեջ մի քանի անգամ նկարը շարժում ես, դու ժամանակի մեջ շարժելով գնում ես առաջ ու այդ արագության մեջ դու ավելի շատ արագ աշխատում ես եւ զարգանում ես այնքան կյանքի մեջ քան թե մյուս արվեստները եւ ես միշտ ասում եմ որ օրինակ նույն Ռոբենք եւ այլն այդ հիպիական այդ շարժումները ստեղծողներն էին իրենք արվեստի մեջ եթե իրանց հաղորդում էի արել ես 2023-ին բոլոր անիմատորների մասին խոսում էինք 75-ամյակի առիթով եւ որ ուսումնասիրում ես այդ թվականների մեր հայկական անիմացիան իրենք այդ հիպիական շարժման եւ գեղանկարչության եւ փիլիսոփայության էլեմենտները, գրողները, այդ ամեն ինչը այնտեղ են, դա միայն անիմացիա չէ, դա մշակույթ էր եւ հեղաշրջում էր, որը հետո հասավ մինչեւ 88 թվականի Արցախյան ազատագրումը, շարժումը, ասենք շարժումը եւ մինչեւ անկախացումը առհասարակ, բայց այդ մշակույթ կար մեջը, որ նայես ուժեղ մի հատ բան կա մեջ, միան դենց ուղակի այդ հրեշը Adidas-ը չէ, իհարկե շատ խորհրդանշական մի հատ ուժեղ բան կա ու իրենք աժմիական ժամանակակից մոդեռն արվեստ է, մինչև այսօր ինքը խոսում է։ Նույնն էլ կոմիքսն է իրականում, ասենք այդ երեք բաները որ միացնենք, բավականին ուժեղ է։ Հիմա եթե թույլ կտակ վերադառնանք այդ առաջին բաներին, որ ինչ նորություններ կան, եղան այն նորությունները, որ իսկապես մենք հիմա կարողացանք քրագանությունը մտցնել անիմեյշնի եւ բացի ցուցադրություններից ավել, եղան որ մենք կարողացանք առաջին անգամ լինելով երևի
կինոպարադոնների պատմության մեջ է ակրեդիտացիայի մշակույթը մտցնել, սա պատմական էր մեզ համար, որովհետև կարևոր է, որովհետև դարիներով ուզում էինք անենք, դոմս առնել մտնելը բոլորս սովորել ենք, բայց գալիս են պարադոնի ժամանակ, ասում մի հատ ակրեդիտացիա տվեք մտնեմ, էլի նայեմ բան եւ այլն, չէ՞, ու անկախ դրանից ինքը ուզում է փողտագամ չի տա, բայց ակրեդիտացիան ինքը առնում է, կարող է հետո չնայել։ Բայց քանի տարի ուզում ենք իրականացնել այդ միտքը, գիրառել, օրինակ ինչպես մենք գնում ենք Անսի կամ Քան ֆեստիվալ, վճարում ենք 5-600 եվրո, ակրեդիտացիա ենք առնում, ու կարող է մեզ ընդամենը 2 ֆիլմ հնարավորություն դուրս գա։ Այդ միտքը այնտեղ networking-ն է, կապերը ստեղծելն է, շփումն է, չէ՞, դրա համար ես գնում հիմնականում, դա հասցրեցիր ծեր հետ 2 հատ ֆիլմ գնայես կամ ոչ։ Այդ դուք հա կինոքննադատներ օրը 4 հատ նայում են։ Դե հիմա կան կինոքննադատներ, որ չեն էլ հասցում ռեզերվան են, ասենք դա էլ կա։ Այսինքն նկատի ունեմ, որ դու քեզ գանաչ լույս չի դրվում դա։ Դու պիտի հասցնես ամեն ինչ աշխատես, ժամանակին ռեզերվանես, որ մտնես նայես։ Մետո քանի տարի ես անդադ ասում եմ, մի քանի մարդիկ ասում են, որ չի աշխատի, մերոնք չեն արնի, բան եւ այլն, ասի ժողովուրդ, բայց ինչի չեն արնի։ Ամեն ինչ սովորեցնելու մեխանիզմով է։ Եվ այս տարի մենք իրարեցինք կինոյի փաս, ակրեդիտացիա, Մարանի ֆորում առանցին, որտեղ միջազգային հյուրերը խոսում են, ներկայացնում են իրենց փորձառություններով են կիսվում, իրենց նորություններն են ներկայացում եւ Golden Pass որ կարա համ էստեղ գնա, համ այդտեղ գնա։ Ու շատ սիմվոլիկ գումարներով էր եւ այսինքն այդքան է սիմվոլիկ չէ, բայց սիմվոլիկ է համեմատաբար Անսի եւ Քանի հետ չի համեմատվում բացարձակաբար։ Եթե դու ամեն օր ուզում ես 2 ֆիլմ նայել, քեզ ձեռքա տալիս դու փաս առնես, ավելի էժանա կովրանստելու, եթե դու ուզում ես 7 հատ ֆիլմ նայել, բնականաբար ավելի լավ է փասով։ Ու աշխատեց եւ այդ մշակույթը մտավ եւ ավելի հետաքրքիր բան ասեմ, ռեանիմանիայում առաջին անգամ լավ հերթ էինք անկում։ Այսինքն ոչ թե ուրիշ параդում հերթի չենք անգնում բան, այլ հերթ գեղեցիկ հերթ։ Ոչ թե իրար վրա գալով sense անցնում էին։ Գեղեցիկ սիրուն գամավորներս քշացրել էինք, որ արսեք որ հերթով կանգնեն, օրինակ ֆորումի մտքի ժամանակ սիրուն գալիս են ֆորում ակրեդիտացիան ցույց են տալիս մնում, այսինքն ուսը փոքրիկ Ֆրանսա անսի լինար, ու սա արդեն 18 տարվա մի հատ հաջողություն էր, դա ասված որ կարողանանք բաբանել սա։ Սա նաև մշակութային մի ներդրում է թեպի միջազգային հարթակ, որ եւ ասեմ նույնիսկ հյուրերը ասեն որ փոքրիկ ֆեստիվալներ ընդհանրապես թափթփած է լինում։ Ասենք, օքեյ, ինչ է, 5 հատ 10 հատ հյուր է, 20 հյուր է եւ այլն, խնդիր չկա, այստեղ գուշանաս դա այս իհարկե ունեցել ենք տարիներ ֆինանսական պատճառներով եւ այլն ամեն ինչ չեն կարողացել լիարժեք կազմակերպել, այս տարի բարգասո նաեւ ունեցանք այդ քննադատականը, որ գերմանական բանի նման աշխատել էին ճիշտ ժամանակին ամեն ինչի եւ իրենք հիացել էին, որ այսպես արագ այդպես ամեն ինչը սիրուն ընթանում էր։ Թվում է թե այս ինչ որ մենք ասում ենք հիմա ոչինչ է, բայց երկար ժամանակահատվածի վրա դա մեր մշակութային կինոփարադոնի մշակութային պատմության մեջ մեծ թեր է խաղալու։ Մենք ոլորտի մարդիկ պատկերացնում ենք թե դա ինչ կարևոր է, ինչ որ կողքի աչքից դա փոքր մի բան է, հա, եւ գուցե շատ անկարևոր աննկատ, բայց ներսում եղած մարդու համար հասկանում ես թե դա այսօր ինչ կարևոր ֆունդամենտ է 5 տարի հետոյի համար, որտեվ ես արդեն 5 տարի ու 10 տարի հետոն եմ տեսնում, որտեվ մինչև էտել եմ տեսել ինչ է եղել ու ուր ենք հասել, ու հա, սպասել ենք այս ժամանակին ու սպասում ենք այդ մեր պատկերացրած։ Մի փոքր հանրայնացման հետ կապված մի քիչ այդպես գախարտանք արեցինք, 2 տարի առաջ որոշում կայացրեցինք, կարող եմ ասել, որ այսուհետ մեր պաստառները անում են միջազգային վարպետները։ Ու դա նաև օգնում է։ Այսինքն նախ մենք հարկում ենք մեծարում ենք մեծ վարպետներին, անցած տարի շվեյցարացի վարպետ Ջորջ Շվիցգեբել, որ 13 թվականին էլի եղել էր Հայաստանում, Ռոբ Սահակյանցի մրցանակները ստացել այդ թվականին եւ իր ռետրոսպեկտիվներ, իր 70-ամյակներ եւ 2023-ին արդեն իր 80-ամյակներ Իրանից ինքը առաջինն էր միջազգային վարպետ, որ խնդրեցինք, որ ինքը մեր պաստառը գադարի եւ գադարեց եւ շատ միջազգային հարթակներում կարող է մեր մոտ շատ չերևա,
բայց ամեն մարդ արդեն սկսեցին տեսնել George Fitzgibbon-ը արել է փառատոնի պաստարը եւ այս տարի ներողություն այս տարի Լորենցո Մատոտին էր աշխարհահռչակ դիզայներ, նկարիչ, կինոռեժիսոր, անիմացիոն կինոռեժիսոր եւ գրքի հեղինակ, պատկերապատման հեղինակ եւ մեր գրքերի վերջին 7-րդը իր Մատոտի գիրքն էր, որ ներկայացուցին։ Ու փառատոնի փակման ժամանակ տպարանից։ Այո։ Փան հասավ եւ փեմից անմիջապես ներկայացրեցինք, հետո շնորհանդես արեցինք գիրքի, կինեծոն արեցինք ու բավական մեծ աշխուժություն բերեց եւ իր բաստարը ռեային անելն էլ օգնեց նաեւ միջազգային հարթակներում, որ Լորենցո Մատոտին հետևորդները արդեն Ռեանիմանյան են տեսնում, որտեղ ինքը ունի մեծ բանակ հետևողների, դիզայներների, երիտասարդների, ու ասենք դա նաև դրանք նաև դերսում ճանաչելի լինելու ճիշտ ոնց որ եթե ինչ-որ մեծ եվրոպացի ռեժիսոր Էլի Ալմոդովարին ասեմ, չգիտեմ, անի ճանաչներ ասեմ, հա։ Բունյուել կարող ես ասել։ Բունյուել կարող ես ասել։ Բունյուելը հա, մահացել է ցավոք։ Այո։ Հա, եթե պայմանական, չգիտեմ, ասենք Կոեն եղբայրները կամ Ֆինչերը նկարի հոլովակ, որը կգովազդի հայկական փառատոն։ Նախ պետք է համոզել 49 նման վարամիջարանել, որը ոչ շատ դժվար է։ Իհարկե դա դու այդ մոդը սաչով դրանով արդեն ուրախանում եմ որ հաճում, օրինակ լինում է դեպքեր, որ ասում են, բարոնք ասում են, մեկը պատասխանեց, ասում են, չի սա, ասում թող ես կպատասխանեմ մի հատ։ Չգիտեմ ինչ, ասենք այդ անգեղծությունը, բանը եւ այլն օգնում է, աշխատում է, որովհետեւ սիրում եմ անգեղծ լինել, օրինակ չեմ սիրում մի ներկայացնել իրավիճակը, օրինակ Max Howard-ին բոլորս գիտենք արդեն 5-6 անգամ Հայաստանում ա եղել, ես Disney-ի ամենա senior producer-ներից է եւ 18-15 տարվա ընկերություն են գանում արդեն 2008-ին եւ օրյան ծանոթացա Ֆրանսիայում, ասա եկեք Հայաստան, փառատոն եմ կազմակերպելու եւ այդ 2009-ին իրականում շատերը չեն հիշի։ Ամենամեծ անուններն են եկել, Միշել Օսելոն է եկել Հայաստան, Ֆրանսիայի ամենամեծ ռեժիսորներից թղթային անիմեյշնի, Անսի այդ ժամանակվա դնորենն է եկել, Մաքս Հավարդն է եկել Արգեն եւ մի քանի մեծ անուններ, բայց եւ որ հարցեցին ինչ ենք անել, ինչ կա Հայաստանում, ասի կա արդարություն եւ պատմություն, մշակույթ, անիմացիան, ուրիշ ոչ մի բան։ Դիստրիբուցիա չկա, կինոփառատոնի, անիմացիոն փառատոնի հետ կապված ոչ մի հետաքրքրություն չկա, զրոյական մակարդակի վրա է դա ամեն ինչը։ Սենց նայեցին, դու եւ ուզում ես մենք կանք, ասի այ որտեղ լինելու եք հիմնադիրները։ Եթե կաք, գնալու ենք առաջ։ Ու Մաքս Հավարդը այս տարի արդեն 18 տարի հետո 3-րդ անգամներ եկավ, սենց նայում էր, անցած տարի եկել էր, արդեն ինքը մեր ամբասադորն է Disney-ում, ներկայացնում է մեզ, օգնում է մեր լավ մեծ անուններ վստահելով արդեն մեր հյուրընկալության, լավ կազմակերպելուն, անգեղծության, ու ասեց 18 տարվա մեջ շատ բան է փոխվել, որովհետև 2009 թվականին հազիվ ամբողջապատը 1000-ից 2000 մարդ եկել էին այդ 5 օրվա մեջը, եթե ամեն օր մի հատ 500 հոգանոց տարիջում մի ֆիլմի մարդիկ եկել էին, հաշվենք 2000 մարդ էր եկել, չէ՞։ Հիմակվա թրությամբ մենք ունենք արդեն 5-6000 պլյուս մարդ, եթե հաշվենք այդ ֆորումը, ֆիլմերը, գարճամետրաժ, դիամետրաժ, վարպետության 10-10 ահագին հսկա բանակ է գալի հետևումը։ Ու դա մեծ հաջողություն է մեզ համար որպես Հայաստան, այսինքն դա կարևոր է եւ դարաշրջանում այս անպայմաններում թերևս ամենաուժեղ ամենամեծ փառատոնն է։ Դա հետաքրքիր պարադոքս է, մենք ռեքից առաջ խոսում էինք Ռոզի հետ, համատելով մեր հարևանների հետ, վրացիների հետ, հետաքրքիր պարադոքս է, որ մեր եկեք անկեղծ լինենք, օբյեկտիվ տեսանկյունից կինոն զիջում է վրացական կինոին, բայց մեր փառատոնները, կինոփառատոնները ավելի լավն են, քան վրացականը, ու ինձ թվում է ես շատ եմ մտածել անիմացիան չի զիջում, եւ
Չէ, կարծում ես վրացական ինչի զիշում։ Վրացական անիմացիա հետ մենք գաղ Չէ, փառատոնները, մեր փառատոնները ավելի լավն են, քան վրացական փառատոնները, կինոփառատոնները, ու ինձ թվում է հենց մարդկանց, հենց այդ կոմունիկացիայի, ճիշտ նետվորքի ու մաքսիմալ մեր երկիրը գրավիչ ներկայացնելու, հա, փորձելու այդ գրավչությունը ստեղծելու ու ներկայացնելու, թե իրանք էլ բնականաբար էլի գրավիչ երկիր ունեն, բայց հենց մեզ այդ կապերը շատ են օգնում ու նաև ինձ մա լեզուների տիրապետումը, վրեժի լեզուներ իմանալը, ճամփորդելը, կապեր ստեղծելը, ինչքան հնարավոր է։ Երևի գուցե մենք ավելի ճկուն ենք կոմունիկացիայի հարցում, քան իրենք։ Երևի հա։ Այս խնդիրն է, որ մենք այդ հարցում ճարող։ Հիմա դե բետոն շատ խոսք չտվեցինք բետոնին, բայց մեր այդ գիրքերի հետ կապված մեր առաջին հրադարագությունները այդ գիրքերի իրականության մեջը Քեստրման դեպի աշխարհի ամենամեծ Penguin, այո, աշխարհի ամենամեծ հրադարություն, օրինակ Wrinkles, որ չհասցրեցինք թարգմանեցինք, բայց չդբեցինք, այդ հրադարակչատունը հարցում էր, ասում էր, ինչ գիրքեր եք տվել մինչև հիմա, ասում նոր միան արդեն Մանուշյանն էր կար, դիպի բոքսերը կար, գերմանական անունով հրադարակչության, երկու գիրք ենք դեռ մեկը լույս չի տեսել, մեկը լույս տեսել է, ասում եմ ցույց տվեք ձեր որակը, որ մենք ցեզ վստահենք գիրք տանք հրադարակելու, դա խոսքը գնում է Շարլ Բերբերյանի գիրքի մասին եւ ուրիշ ասեցի դեռ ընդամեն աշխատել ենք Դիպուի հետ, արդեն ինքը մեծ անուն է, ասենք Քեստրմանն է մեզանից ուսում այդպիսի բան, ասի պիտի վստահեք։ Եվ Դիպուի Մանուշյանը որ ես ինքս նկարիչ եմ, այո իմ արխիվը գասի կարամ ցույց տամ ու ես չեմ անի մի բան եթե անվորակա լինելու չեմ դբի Հարգեցին կոպիրայթը։ Էլի այդ փաստն էլ վրեժին հավատացել են։ Եվ չեն զղջացել։ Պատմությունը սկսեց նրանից վրեժ, քեզ հավատացել են։ Ռեանիմանիայի պատմությունը։ Ինձ չգիտեմ, բայց կարծում եմ որ բոլոր թիմի աշխատանքն է, որովհետև անգեղծությունը շատ կարևոր գործոն է։ Այսինքն նույնիսկ եթե մենք ունենք ֆինանսական խնդիր, ես հյուրին ասում եմ ունեմ ֆինանսական խնդիր, չենք կահրավիրում ցես այս տարի, մյուս տարի։ Ինքը չի նեղում, ասում է հասկացանք։ Ասենք ուրիշներ կարող ասեն հիմա չենք ուզում ցես ու կամ գաբը գդրում են։ Եթե ես ունենում եմ այդպիսի խնդիրներ, ես անգես խոսում, որովհետև գիտեմ որ այդ մարդու հետ ես տեսնվել եմ այդ անսիում կամ ֆեստիվալում կամ ինքը մի հաջորդ տարի գալու է Երևան, այսպես թե այնպես մի օր գալու է։ Եվ ինքը ուզում եմ որ ինքը հասկանա ուր է գալիս։ Օրինակ լինում են հյուրեր օրինակ Arcane-ի ժողովուրդը Arcane-ի հերոստա սերիալի այդ Netflix-ի ժողովուրդը իրենց Ռոբեն հաշվված է եւ իրենց մինչեւ այստեղ փերելը այնքան հարցեր են դալի որ 2.5 օր են եկել այստեղ ընդամենը բայց 6 ամիս 7 ամիս փանակցել իրենց հարցերը որ հիմա էլ որ գնացել են իրենց Գերության դոնորությունը հարցատրումներ են ուղարկել, որ իրենք 2.5 օրվա մեջ ինչեր են արել, սա մեզ ուղարկեք, իրանց գեցությունից ավել բան են ուզում, ու այս մարդկանց հետ ես մինչև վերջի րոպեն կարծում եի, որ կարող է միտեղ իրենք ասեն չենք գալի, չեղարկում ենք, փոքր քաղաքում ինչ են անելու Երևանում, Arcane-ը ուր գնում են իրենց ճաշտում են հազարավոր մարդ են գնում եւ парքը բադի մեզ որ նորից մեր տալիժները իրանց ներկայությամբ նաև ահագին մարդիկ են մենակով չի լինում որովհետև ես թիմս մենք դարել ենք մենք ավելի շատ ընտանեկան sense գրիվով վիջելով հավանելով այս արածը չհավանելով բան եւ այլն այդպես աշխատում ենք ու դա արտացոլում է հյուրերին վրա տեսնում են իրանք այդ ամեն ինչը որ sense գեղեցիկ միջավայր կա ընկերական կարող են դեղում գրվեն հետո Դե ոնց նկարահանման հրապարակում կարծում եմ։ Բոլոր տեղերում, բայց երբեմն այդ կռիվներից մի նկարահանման հրապարակում մենք լավ գիտենք այդ ինչա։ Մեծ փորձ ունենք։ Բայց իրականում ինչ որ երբեմն շատ առողջ բան է ծնվում այդ կռիվներից, այնպես որ դրա լավ կողմերը միանշանակ կան։ Մենք հիմա նաև հրադարակչության աշխարհն էլ կոմիքսի առումով այդպես մուտք են կորցել հիմա եւ ամենամեծ ասենք մենք հիմա մյուս տարվա անհանգալներ չենք ասելու չէ այդ հետո գասեն հա որովհետեւ ուրիշ տողարկում է մեկը որովհետեւ մյուս տարի մի քանի հատ գիրք են ներկայանալու առաջացված որը ցնցող են լինելու եւ իրենք ամենա բեսթսելերներն են աշխարհի top 10-ի մեջ կոպիրայթերը վերցրել ենք արդեն ու սա մեզ համար
մի ուրիշ պատմություն է, որ միշտ այլ կպատմենք քեզ։ Իսկապես որոշ կոմիքսներ կան, որ համաշխարհային առումով top 10-ի մեջ են եւ մի քանիսն էլ արդեն նույնիսկ գրթական ծրագիրների մաս կազմող քիրքեր են, այսինքն կոմիքսից շատ ավելին են, այսինքն ուղղակի գրթական, դաստիարակչական եւ այլ բնույթ կգրեն, որոնք արդեն հաջորդ տարի 26 թվականը շատ հեռու չէ արդեն հեչեռու չէ ունենալու ենք մենք եւ էս է ասում որ ուզում ես զարգացնել միշտ ասում ենք որ կոմիքսը մենակ երեխաների համար չէ եւ այս այդ դյուր ըմբռնումը կա որ հա կոմիքսը երեխաների համար է բայց կոմիքսը նաեւ քրական ժանր է եւ այս նախաձեռնությամբ ինչպես որ դոկումենտերը կամ լիամետրաժը, գարժամետրաժը ֆիլմի մի ժանր է, կոմիքսն էլ անիմացիոնը նույնիսկ չէ, կոմիքսն էլ ինչ որ մի քրական բանաստեղծության վեբի, վիբագի կամ շարքի նման ինչ որ մի քրական ժանր է, պատկերաբանումով, նկարով, այսպես դրանից։ Եվ մենք մեծ սեր ունենալով հենց այդ ժանրին եւ հավատալով Հայաստանի հայկական այդ ներուժին օրինակ այս տարի մեկ մրցույթին հրաշալի կոմիքսներ ստացանք, նախաձեռնություններ ստացանք եւ դժվարանում էինք զադել թե որոնք պիտի 12-ը անցնեն այդ short list-ի մեջ, ինչքան բանակցում էինք եւ հենց Դիանայի ասած Թումանյանի ակնարկար, Սարյանի ակնարկար, գար, դարբեր ծևերի եւ այդպես ասին անելու ենք դրսինը բերելու ենք մեր մոտ, մերը դանելու ենք դուրս, Անգուլեմ ծրագիրներ եւ այլն։ Բայց իսկապես որ զարգանալու մեծ տեղ կա։ Անգուլեմն էլ որ ասում ենք, ովքեր որ չգիտեն, Անգուլեմը Ֆրանսիայի այլ քաղաք է, փոքրիկ, որը կենտրոնացած է կոմիքս փառատոնի միջազգային աշխարհի թիվ 1 ամենամեծ կոմիքս փառատոնն է, պատկերապատման, որի 3 հիմնադիրներ են եղել, որը մեկը Հայազգի Ժան Մադիկյանն է եղել ողորմած, որ իմ գնքահայրն է եղել նաև փառատոնային 2008-ին ինձ հրավիրել այնտեղ առաջին անգամ եւ 2008-ին 10-11 նաև Հայաստանում գար պատկերապատման փառատոն։ Հետո ինչ որ պատճառներով դադարեց աշխատելը, դրա համար 15 թվականին իր թույլտվությամբ ես ընդգրկեցի Ռիայի մեջը, որովհետեւ շշուկներ են լսում, որ ինչ որ մարդիկ ուզում են արագ ինչ որ փառատոններ անեն, սպոնսորներ ջարեն եւ այլն, մենք ասենք չենք վտանգելու այդ արվեստը եւ մի քիչ էլ չնայած Ժան Մադիկյանը ողորմածը չէր սիրում միացնել, ուզում է դա առանցին պետք է լինի, ասի որ ժամանակը գարանցնացեմ, հիմա ես չեմ ուզում վտանգեմ, խիստ որոշում արեցի ինքնուրույն, վերցրեցի, հետո ինքն էլ հաշտվեց այդ մտքի հետ, բայց իմ ժառանգն է իրան խոսքը, որ մի օր որ մեծանա այս երկու փառատոն, մեծանա դեպքում։ Բայց Անգուլեմը այդ քաղաքն է, որ նաև մեր հայազգի Ժան Մադիկյանի հիմնադրած փառատոններից մեկն է աշխարհի թիվ 1 փառատոնն է կոմիքսի, որտեղ մենք հայերով արդեն 2008-ից եւ իվեր միշտ ամեն տարի ներկայացում ենք ֆիզիկապես այցելում ենք ներկայ, բայց մեր հիմա նպատակն այն է, որ այն քիրքերը որ մենք հրադարակում ենք, հայկականը թարգմանենք եւ մրցույթի մասնակցելու մակարդակի հասնենք, որտեղ այնտեղ դարբեր մրցույթի մասնակցելու հարթակներ կան։ Մեկը հրադարակված քիրքը կարող է մասնակցի մրցույթին, մեկը նախագիծ որպես մասնակցի, այդպես դարբեր հարթակներ կան եւ ինչու՞ չէ նաեւ ուզում ենք որ հրադարակված քիրքով անենք եւ միշտ քայլել այնա որ ինչպես որ կինո արտադրության մեջ մենք պրոդյուսերներ ենք հրավիրում եւ հեղինակները իրենց նախագծերը pitching են անում պրոդյուսերներին այս տարի այս մեկը կիսվենք որպես նորություն արդեն 1-2 տեղ քննարկեցին, խոսեցին, որտեղ կարևոր է սա 2026-ին առաջացված առաջին անգամ լինելով կոմիքս հրատարակող հրատարակչատուների պատասխանատուն ենք հրավիրելու հայկական նախագծերը pitching անելու համար։ Այսինքն, եթե կարող ենք մենք մինչև Հայաստանում հրատարակելը, արդեն Ֆրանսիայում կամ Եվրոպայում հրատարակվի գիրքը, եթե հավանություն գտնի։ Պետք է չմոռանանք, որ արդեն Ֆրանսիայում մի քանի երիտասարդներ Մարան Հրաչյան ունենք, որ Հայաստանից գնաց Անգուլեմ ֆրանսերեն չիմանալով
նկարչությունը իր ըստ պատմության, որ դարածվել է, շատ ուժեղ չէր եւ շատ կար ժամանակվա մեջ հիմա ինքը Ֆրանսիայի ամենաճանաչված, ամենաշատ տարածված երիտասարդ նկարչուհիներն են, անցած տարի նաեւ մեր հյուրներ, այսինքն Երևանից գնացած, Հայաստանից եւ հիմա Ֆրանսիայում շատ Եվրոպայում ճանաչված մի հատ երիտասարդ պատկերապատման արվեստագետ, այսինքն մենք համ ներսից ենք նվաճում փորձում դուրս գալ, համ արդեն դուրսում ենք նվաճում մշակույթով, արվեստով, անիմացիայով եւ պատկերապատումով նվաճել լավ բան է, որովհետեւ այս արվեստը ավելի շատ մասնակցություններ է հաշվենք, դիզայներ, կոնցեպտ արտիստ, կերպարների ձևավորող մեծամասամբ երիտասարդներ են որ աշխատում։ Եթե դու երիտասարդները սիրտը գրավես, Հայաստանի մասին շատ ավելի նոր սերունդ, ավելի մարդ կիմանա, քան թե Ալմանդովարի շատ ավելի։ Որը արդեն երիտասարդ չէ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, շնորհակալ եմ, որ գիշերով տանիքում եք եւ այս պահը բաց չթողնելով ուզում եմ ձեզ հանձնել թատրոն տանիքի նվերքարտեր։ Շատ ուրախ կլինեմ ձեզ տեսնել մեր հանդիսականների շարքում։ Շնորհակալություն։ Ես կլինեմ բեմում, դուք կլինեք այնտեղ, ես ուրախ կլինեմ։ Հուսամ դուք էլ։ Merci շատ։ Շնորհակալություն անպայման։ Մերսի։